Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս քննարկումը կամ հանդիպումը կազմակերպիչներին, ինչի համար, որտեղ շատ կարևոր է, երբ որ հանրությունը կարողանում է միմյանց հետ խոսել, հանրության փորձագիտական մասը, քաղաքական, հասարակական, ցավոք սրտի Հայաստանի հանրությունը իր հետ խոսելու, միմյանց հետ խոսելու հարթակներ չունի։ Եվ արդյունքում մենք ստանում ենք այն, ինչ որ ստացել ենք։ Տեսեք, Հայաստանում կա իշխանություն, որը որոշումներ է կայացնում խաղաղության եւ պատերազմի մասին։ Այդ որոշումները ինչի վրա են հիմնված, ինչ վերլուծությունների վրա են հիմնված, ինչ սցենարների, հնարավոր սցենարների վրա են հիմնված, ինչ որ մարդ կարողանում է ամբողջ իշխանությունը կենտրոնացնել եւ որոշումներ կայացնել։ Որոշումների տակ որևէ փաստաթուղթ չկա։ Եթե փաստաթուղթ չկա, ապա չկա եւ պատասխանատվություն, ոչ ոք պատասխանատվության չի կանչում։ Այսօր ինձ առաջարկել են խոսել հոգեվոր անվտանգության թեմայով։ Ինչ է նշանակում հոգեվոր անվտանգություն։ Մենք տարիների վեր լսել ենք այս արտահայտությունը հոգեվոր անվտանգություն, հոգեվոր անվտանգություն, հոգեվոր անվտանգության մասին հիմնական խոսում էր ով եկեղեցին։ Ինչ նկատի ունեն, որ ահա տեսեք Հայաստանում հայտնվել են կրոնական քայքայիչ կազմակերպություններ, նրանց քանակը մեծանում է, իսկ մենք թուլանում ենք եւ դրա համար մենք պետք է պայքարենք, որպեսզի եկեղեցին իր ազդեցությունը չկորցնի, դա մեր ազգի հոգեվոր անվտանգությունն է։ Իհարկե այստեղ կան շատ կարևոր հիմքեր, բայց հոգեվոր անվտանգությունը ավելի լայն հասկացողություն է։ Հոգեվոր անվտանգությունը ոչ միայն կրթությունն է, ոչ միայն մշակույթն է, հոգեվոր անվտանգությունը արվեստն է, հոգեվոր անվտանգությունը գրականությունն է, որոնց դերը այսօր մենք համարյա չունենք, որովհետև այդ ամեն ինչը հոգեվոր խնդիրներն է դնում եւ հանրությանը ասեմ պսիխոանալիզի է ենթարկվում, հա, որտեղ տեսեք հիմնական մեծ համաշխարհային գրողները, դրանք մեծ մտածողներ են, մեծ խնդիրներ են դրել։ Եվ հիմա մեր հասարակությունը վտանգավոր վիճակում է հայտնվել եւ մենք իրար հետ խոսելու խնդիր չունենք։ Մենք տրավմատիկ հասարակություն ենք, որը պատերազմում պարտություն է կրել։ Մենք որ պատերազմում ենք պարտություն կրել, մենք Արցախում ենք պարտություն կրել, թե նաև արդեն Հայաստանում ենք կրել։ Մեզ բերում է նրան, որ մենք Հայաստանում պարտություն ենք կրել, եւ պարտություն կրած որպես ժողովուրդ մենք պետք է ենթարկվենք թշնամիներին։ Եվ սա ամբողջ քաղաքականությունն է, որը գործող իշխանությունը փորձում է իրականացնել։ Սա հոգեվոր անվտանգության խնդիր է։ Հոգեվոր անվտանգության վիճակը, որ այսօր գտնվում է Հայաստանը, լավագույնս տվել է մեզ բոլորի սիրելի, մեծ ֆուտուրիստ 1984 թիվ վեպի հեղինակ Ջորջ Օրվելը։ Ես մի նախադասություն ցիտատ բերեմ։ Երբ քեզ ստիպում են ընդունել սուտը որպես ճշմարտություն, քո հոգին արդեն վտանգի մեջ է։ Այսինքն, մեր հոգին վտանգի մեջ այսօր գտնվում, մենք գտնվում ենք ստի մեջ։ Մենք ստի մեջ գտնվելով հիստերիկ դրսևորումներ են լինում։ Սոցցանցերում, գրականությունում, մամուլում, վիրավորանքներ, փոխադարձ եւ այլն, սա հիստերիայի վերաբերմունք է, այսինքն երբ որ մի հասարակություն կորցնում է իր հոգեվոր հավասարակշռությունը, ինքը դառնում է դեստրուկտիվ։ Մենք հիմա դեստրուկտիվ ենք եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք միմյանց հետ խոսել։ Սա շատ կարեւոր է։ Ինչ է նշանակում հոգեվոր անվտանգություն։ Ես մի քանի ձևակերպումներ եմ անել։ Երբ հասարակությունը կարողանում է պահպանել իր բարոյական արժեքները, մշակույթը, լեզուն, հավատը, ինքնագիտակցությունն ու իմաստային կողմնորոշումները, արդյոք մենք այս բոլոր կետերով կարողանում ենք պահել։ Այս բոլոր կետերով մենք կորցնում ենք մեր հոգեվոր անվտանգությունը, որտեղ հոգեվոր անվտանգությունը այն է, երբ որ մենք հասարակություն ենք, այս հասարակությունը ունի ինչ-որ արժեքային համակարգ եւ միմյանց հետ կարողանում են շփվել։ Ինչի մասին են կրոնները։ Կրոնները միջանձնային հարաբերությունների մասին են։ Պատվիրաններին չասեմ, մի գողացի, մի շնացի, սուտ մի խոսա, այսինքն միջմարտկային հարաբերություններ ձևավորելով մենք կարողանում ենք սոցիում ձևավորել։ Սոցիում ձևավորելով մենք կարողանում ենք ձևավորել արդեն հաջորդ փուլում պետություն եւ քաղաքական կառույցներ։ Մեր սոցիումը հիմա ջարդում են։
մեր բոլոր արժեքային համակարգները ջարդում են եւ մենք չենք կարողանում դրան պաշտպանվել, մենք չենք կարողանում ոչինչ անել։ Մյուսը ինչ է նշանակում հոգեվոր անվտանգության, ներքին հավասարակշռության, իմաստի նպատակի զգացողություն, հոգեբանական դիմադրողություն մանիպուլյացիաների, ծայրահեղ գաղափարների քարոզչության նկատմամբ, մշակութային շարունակությունը, սերնդից սերունդ արժեքների փոխանցումը եւ փոխանցումից բացի դու պետք է նաեւ զարգանաս, այսինքն ժամանակակից իրավիճակին կարողանաս քո պատասխանը տալ։ Մենք որպես սոցիում, որպես ազգ շատ վտանգավոր մենք այսօր գտնվում, շատ վտանգավոր փուլում ենք գտնվում։ Մենք նաև երբ որ խոսքը գնաց անվտանգային համակարգերի մասին, տնտեսական, պաշտպանական եւ այլն, հոգեվոր եւ անվտանգության եւ առհասարակ անվտանգության կարևոր բաղադրիչներից են նաև գրականությունը, մշակույթը, որտեղ ինչի մասին է գրականությունը եւ մշակույթը, հանում է այն խնդիրները, հոգեկան վիճակների, իմաստային խնդիրները եւ գնում է վերլուծություն։ Դա է մեծ գրականությունը։ Ինչ աստվածաբանություն, աստվածաբանությունը Աստծո մասին գիտալիքը եւ տեսակետները չի։ Դա որն է մեր նպատակը, մեր կյանքի, մեր հոգու, որպես մարդ, որպես հանրություն։ Մենք այդ ամեն ինչը կորցրել ենք եւ նաեւ քանի որ Տիկին Դիլբարյանը պահանջում է նաեւ ինչ-որ առաջարկություններ, շատ կարևոր է, երբ որ մենք խոսում ենք ազգային անվտանգության մասին, ռազմավարության եւ այլն, շատ կարևոր են նաեւ այն խնդիրները, թե ինչի վրա է կառուցվում հասարակությունը, որոնք են այդ արժեքները, ժամանակի փոփոխություններով հանդերձ, այդ արժեքային համակարգը։ Խոսքը գնաց ռազմական անվտանգության, այդ ռազմավարության մասին։ Օրինակ, Միացյալ Նահանգներում այդ ռազմավարությունը հենց այնպես չեն գրում։ Տակը դրվում են հանձնաժողովներ, որոնք ամեն մի հոդվածներ սկսում են իրականացնել։ Տակը դրվում է բյուջե, եւ սկսում են կատարել ռազմավարության հոդվածները։ Այսինքն դա աշխատանքի պլան է, ոչ թե հենց այնպես ընդունված է, բոլորը գրում են։ Այդ ռազմավարության մեջ նաեւ իհարկե պետք է դրվի նաեւ այս խնդիրները, արվեստ, մշակույթ, գումար պետք է դրվի, մրցույթներ պետք է կազմակերպվեն, երեխաներին պետք է տանեն թանգարաններ եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը հոգեվոր անվտանգության խնդիր է։